Ողջույն գործարարալիքին միացած հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականություն, ուզում եմ ձեզ հիշեցնել, եթե չհասցնեք հաղորդումը լսել ամբողջությամբ, կարող եք թվային հարթակներում եւս դիտել։ Այս պահին մենք սկսում ենք Կինետիկա հաղորդաշարը, մեր տաղավարում են Ես ու դուի հիմնադիր տնօրեն Աննա Սադյանը եւ Գաթա Բայ Էլբեյքի հիմնադիր Էլեն Էլբակյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք, այլ լսողների դիտողների համար հարց կառաջանա երկու տարբեր մարդիկ, ինչու են նույն հարթակում այս բանին եւ ինչու են միասին։ Ուզում եմ դուք ներկայացնեք Ես ու դուի եւ Գաթա Բայ Էլբեյքի համագործակցությունը։ Այդտեղից սկսենք, հետո արդեն առանձին գործունեությունը կքննարկենք։ Նախ մենք էլ շնորհակալ ենք, որ հյուրընկալել եք մեզ, հրավիրել եք, շատ հաճելի է նորից կրկին քեզ տեսնել այստեղ։ Դե մեր գործունեությունը շատ հանկարծակի սկսվեց, իմացա, որ նման վայր կա, որի մասին դե Աննան արդեն կպատմի, նման վայր կա, որտեղ կրթում են երեխաներին, մեծերին եւ հենց խոհանոցի հետ կապ ունի եւ ուզում էի իմ մաստեր կլասները Գաթայի եւ Հացի հետ կապված անել այնտեղ, որ գնացի իր մոտ, սենց միտք ունեի 30 րոպե մի ժամ մնալ, ուղղակի ծանոթանալ տեղին, հասկանալ տեխնիկական բոլոր մասերը, բայց այնպես ստացվեց, որ մնացի 8 ժամ եւ էլ դուրս չեկա, այսինքն մենք ամեն օր արդեն այդ օրվանից համագործակցում ենք եւ համագործակցությունը ոնց որ երկկողմանի ցանկությամբ, որ այնտեղ թխվի Էլբեյք գաթաները, իսկ ես փորձեմ իմ հնարավորինս ոնց որ պոտենցիալը եւ հնարավորությունները օգտագործել ես ու դու կրթական, խոհարարական կրթական ստուդիայում ավելի զարգացնել երեխաներին եւ մեծերին ավելի զարգացնելու համար։ Շատ լավ, Աննա ջան, ես գիտեմ, որ դուք հայրենադարձ եք ու այդ որոշումը կայացրել եք, եկել եք ու միանգամից բիզնես եք հիմնել։ Այդ պատմությունը մեզ կպատմեք, այդ որոշումը ոնց կայացրեցիք ու գալ հայրենիք, այդ միշտ ասում են, չէ, շատ դժվար է այդ որոշում կայացնելը, հետո հասկանալ, թե ինչով պիտի զբաղվել, ինչու հենց բիզնես ու ինչու այս ֆորմատով։ Ճիշտ ասած, տենց իրականում տենց չի եղել, որ ես վերադառնայի այստեղ Հայաստան ու ուզենայի բիզնես բացեի։ Տենց այդպես ուղիղ չի եղել։ Շատ հետաքրքիր ձևեր ա եղել, որտեվ ճիշտ ասած ամուսինս Մոսկվա ծնված մեծացած ինքն է առաջի միտքը իրանն է եղել, որ ինքը մնա Երևան, իսկ մենք տենց չգիտեմ ոնց մենք եկել ենք ուղակի ամառը երեխայիս ծնունդը նշենք ու տենց միամիս ու տենց մնացինք այստեղ իսկ դուն ստեղծվեց ու ինչու ես ու դու այդ անունը ճիշտ ասած իմ ամուսինն գաղափարը իրենն է, բայց լրիվ ուրիշ միտքեր այդ ես ու դու անունը, ինք ուզում էր ստեղծի 11 տարի առաջ, մենք որ նոր ենք ծանոթացել, ինք ասեց ես ուզում եմ մի հատ սայթ բացեմ, սայթ знакомств, որտեղ որ բոլոր աշխարհի հայերը իրար գտնեն հենց հայերի համար, որ աղջիկ տղա իրար գտնեն ու ամուսնանան։ Ու անունը դնի ես ու դու այդ միտքներ ուղղակի որ ինքը ուրիշ բիզնեսով գնաց այդ անունը մնաց շատ էր իրան դուր գալի ու հետո որ մենք պետքա բացեինք այդ մեր խոհարարական ստուդիան արի իրականացնենք այդ անունը հա տենց դուրս եկավ ասեցի մենք որ արդեն տեղափոխվեցինք ես հղիացա երրորդ բալիկիս ու իմ մեծ աղջիկս իրանք առավոտ արթնանում էին երկուսին ինքը 6 տարեկան էր բուջուրս 4 տարեկան էր ու ինձ չէին արթնացնում ինքը իր բուջուր քուրիկի համար ու տեստ էր պատրաստում ձվածեղ տենց իրանք երակրում էր ինձ չէին արտացնում ու տենց ես միշտ տենում եմ որ իրանց դուր է գալի այդ ամեն ինչը այդ process-ը այո ու ստեղ ճիշտ ասած այդքան շատ տեղեր չկար, որտեղ որ ես կարա իրանց տանեի, իրանք որ ընդե մի բան պատրաստեն, в основном պիցա, կապկեյք, նենց պրիմիտիվ կիսա պատրաստի պրիմիտիվ բան, ու մտածեցի տենց մի հատ վայր գտնեմ, որտեղ որ երեխաները կգնանք, սովորեն, հենց սկզբից այդ ամեն ինչը ոնց են պատրաստում, բազան ոնց որ փնտրեցի, չգտա
ու այդ մի հատ նենց միտքը որ մի կողմից չի առաջացել, մի քանի կողմից է առաջացել։ Հետո ես հիշեցի, որ մենք դպրոցում, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ դպրոցը ավարտել, այնտեղ մենք ունեինք տրուդ դասեր, որտեղ որ մենք տարբեր ձևի դասաժամ, հա, կար Կարուձև Հայաստանում էլ կան դպրոցներում։ Հիմա կան։ Այո, իմ ժամանակ ամեն դեպքում եղել են պատրաստել, բայց ոչ այդպես շատ պրոֆեսիոնալ մակարդակով իհարկե։ Հա, իհարկե, հա, ոնց որ դպրոցի տեն։ Ունդեղ էլ կար տենց խորական դաս, որտեղ որ մենք պատրաստում էինք աղցաններ, ապուրներ, պիրոգներ, ու ես հիշեցի, որ նենց էր ինձ դուր գալի, որ ես այդտեղ սովորում էի, հետո գնում էի տունն էի պատրաստում, տանը պիրոգ էի պատրաստում, պապասը միշտ նենց հավեսը ուտում էր, ես նենց ահավոր հաճույք էի ստանում, բայց ես այդ process-ը ճիշտ ասած այդքան չեմ սիրում իմ չի ու այդ հիշեցի այդ մոմենտը ու ես հիշեցի որ ինձ քիչ էր որ մենք քանակով մի քիչ շատ էինք 17 աղջիկ էինք ու մի աղցան դեռ մի հատ գազար էին տալի որ պետքա կտրատեի ու ամեն մեկը մի պուճուր բաներ էին անում իսկ ես ուզում էի ավելի շատ ու այդ ամեն ինչ իրար հետ sense կապակցելով որոշեցի որ հավես կլինի որ մի հատ տենց տեղ լինի որտեղ որ երեխաները անձամբ իրանց սեղան ունենան ամեն ինչը անձամբ լինի ու ամեն ինչը 0-ից իրանք պատրաստ են այսինքն հիմքում հենց երեխաների իմաստը երեխաներն են փոքրերը ավելի տիրապետ են դրան փոքրերը 3-ից մինչև 17 տարեկան տենց էր միտքը ու հետո որ արդեն տարածքը մի քիչ շատ էր որ մենք գտանք տարածքը շատ էր արդեն մեծահասակների համար է որոշեցինք որ բացենք տենց ու նույն ձևի հաջողելիությունը ոնց է ծնողները այդպես տրամադրված են որ իրենց երեխաներին բերեն սովորեն ոնց են այդ իմաստով Ճիշտ ասած մի քիչ Հայաստանում դժվար է այդ պահը, որովհետև շատ մայրիկները չեն հասկանում իմաստը։ Ասում են դե իտակ իրանք տանը տատիկների հետ, իմ հետ պատրաստում են այդ ինչի համար է պետք որ ես գումար տամ, այդքան բերեմ իմ երեխային ձեր մոտ, բայց ով որ բերում է, իրանք ահավոր գոհեն։ Ճիշտ ասած մի քիչ գաղափարը միտքը իմաստը ուրիշ է, միայն չի որ երեխան պատրաստի։ Իմաստը այնա որ երեխան ինքնուրույն լինի, ինքը որոշի, ինչ բաղադրիչներ է ուզում այդ ուտեստի մեջ օգտագործի, որովհետև կարող է բաղադրատոմսը նույնը լինի, բայց յուրաքանչյուր երեխան ստանում է, այո, խոհանոցում ընդունել։ Այո։ Ու տենց ու վերջում ստացվում է ամեն մի երեխային տարբեր համի բնավորություն են նաև դնում ուտելիքի մեջ։ Իհարկե, իրանց բնավորությունը իրանք են ընտրում ինչ անեն այդ։ Իրանք չեն ուզում օրինակ սոխ կամ չեն ուզում վարունգ կամ չգիտեմ մի բան չեն ուզում, իրանք որոշում են որ չեն դնելու դրա մեջ։ Ոչ իսկ տանը ասում է օրինակ տատիկը ասում է, չէ, մենք պետքա սենց սարքենք, պետքա կանաչի լինի, պետքա այս լինի։ Այո, հա։ Իսկ ճիշտը չկա, ճիշտը այնա, որ երեխան ինքը պատրաստի ու հետաքրքիր այնա, որ ինքը ոնց որ ինքը պատրաստում է, հետո գնում է սեղանի շուրջ նստում է ու էդի ամբողջակին ուտում է։ Իրա սարքած, դաժե եթե համով չի, բայց ինքը ուտում է, որտեվ իրանց ցանկությունն է դա իրանք այդ է իմաստը իրանց ստեղծածը վայելում են արդեն իսկ դա տալիս է շատ խորը հոգեբանական կարծում եմ մի հատ sense նուրբ պահա որ երեխան ավելի ինքնավստահ է դառնում փոքր տարիքից այսինքն ինքը իր ստեղծածը սկսում է գնահատել այդ շատ կարևոր նուրբ պահա որը բավականին sense խորը կարևոր հա մաս է կազմում ու նաև ուզում եմ ավելացնել երևի թե չգիտեմ մենք կգանք դրան թե ոչ բայց այդ ես ու դու խոհարարական ստուդիան ինքը մենակ խոհարարական ստուդիայի մասին չի այլ առհասարակ կան այնտեղ դասընթացներ որտեղ երեխաներին նաև մեծերին այլ կրթություններ ենք տալիս օրինակ սեղանի էթիկետ որտեղ գալիս է մասնագետ եւ 3-ից օրինակ 5 տարեկան երեխային
մի ձև է տալիս, 5-ից 8 տարեկան մի այլ ձև, այսինքն այսպես 2-3 տարվա տարբերությամբ, հա, երեխաները մասնագետ հենց էտիկետի շատ կարևոր է, որովհետև երեխաները այդ փորձը հետո տանում են ընտանիքներ ու այդպես ձևավորվում է։ Այո, տեսեք, ես հենց նոր այսպես ուզեցի դնեմ ձեռքս, հիշեցի, որ չի կարելի այսպես դնել, այսինքն մենք էլ ենք նայում այդ երեխաներին ոնց են դասավանդում եւ մենք էլ ենք սովորում ու դրանք օրենքներ են, որոնք խոհանոցի միջոցով մշակույթ եք ձևավորում, ճիշտ եմ ասում։ Որակ, որ երեխան մեծանա որակով։ Իր մտածելակերպը ունենա որակ, բարձրորակ լինի, հա, այսինքն իսկ մենք ինչ մտածում ենք, դա էլ ստեղծում ենք մեր շուրջ, եւ ինչ ուտում ենք, դա էլ մտածում ենք։ Այո, այդպես է։ Էդ էլ մի միտք եմ ուզում ասեմ, որ երեխաները շատ 80% պուճուր երեխաները, դաժե պուճուրի չէ, 2 տարեկանից մինչև 13 տարեկան թազանորություն շատ դժվար են ուզում փորձեն, то есть մրգեղենից, բանջարեղենից ընդհանրապես չեն ուզում փորձեն, իսկ մեր դասերից հետո իրանք այդ փորձում են, որովհետև իրանք են պատրաստել, իրանք հետաքրքիր է ինչ են ստացել, որովհետև ընդ ոնց որ քիմիա լինի, էս լցնում են, էս անում, խոռնում ես քիմիայի դա հասակների մոտ բան կա, չէ, ավելի մեծ տարիքով մարդկանց մոտ, որ ինչպես է հնարավոր օրինակ քաղցր բանը խառնել աղի բանի հետ, դա անհնար է եւ դա համեղ չի լինի, դուք կարծրատիպեր եք նաեւ կոտրում։ Քառակուսի մտածելակերպից, սև ու սպիտակ մտածելակերպից փորձում ենք ավելի մի քիչ դուրս ենք գալի այդ սահմաններից, ուզում ենք երեխաները տենց մեծանան, որ իրանց մեջ չլինի սահման, որովհետև դա ճիշտ է, ինչ ասենք, չէ, իրոք տենց է, որ Հայաստանի, հայերը ոնց են իրանց երեխաներին համոզմունքներ կան, հա, դաստիարակում են, որ սենց պետք է լինի, ես ասեցի, ես մեծ եմ, ես ավելի լավ եմ հասկանում, դու պետք է սենց կան, որ դրանցով հա, իհարկե այդ կանոն հարգանքը բան այդ պետք է լինի, բայց այդ մտածելակերպը, որ պուճուր կարոբոչկա են դնում երեխաների գլխի մեջ, այդ ոնց որ մենք ուզում ենք էդի կոտրենք, որ չլինի այդ կարոբոչկան, որ երեխան մեծանա այդ մտքով, որ ինքը ամեն ինչ կարա իր պոտենցիալը կարողանա բացահայտել, դա շատ կարևոր է, որտեվ մենք ոնց տեսնում ենք մարդու դժբախտությունը նրանում է, որ ինքը չգիտի ինքը ինչ է կարող անել, ինքը ով է։ Այո, շատ սահմանները խանգարում են։ Այո։ Միայն աղջիկ երեխաների համար է թե տղաները եւս հաճախում են ձեր ստուդիա։ Իհարկե տղաները նենց հաճույք են ստանում տղաները, բայց ես էլ մեր հաճախորդներից նկատեցի, որ իրանք էլ մի քիչ տենց ստերեոտիպ ունեն, որ տղան չպետք է գնա խոհանոց, հա, այդ մի քիչ կա, այդ ես անձամբ տեսել եմ իմ աչքով, բայց ով որ գալիս է, նամնում գալիս են օրինակ ծնունդների տղերքին կանչում են, ծնունդների նենց են իրանց հավեսով, սենց պորելով, բանով նենց հավես անցնում, որ ահա որ հաճույք են ստանում իրոք։ Մենք էլ նաև ունենք մեր պոստայաննի կլիենտ, հիմնական, հա, տղերք էլ կան, որ շատ են սիրում մեզ, մենք էլ իրանց ենք սիրում, արդեն ընտանիք է դարել նենց մեր մոտ։ Քանի աշակերտ կան այս պահին, աշակերտներ կարող են։ Աշակերտ, նայեք, երկու ֆորմատ է, աբոնեմենտներով դասեր է 3 ամսով ու կա անձնական անհատական մաստեր կլասներ, որ կարան գրանցվեն ու գան մասնակցեն։ Այդ դասերին միջև 10 հոգի կարա գա ու այդ ոնց որ ինչքան խումբը հավաքվում է, տենց է։ Իսկ աբոնեմենտներով դասերի այս դրությամբ մենք ունենք, սա հաշվեմ մի րոպե, 1 2 8 13 երեխա, որ մշտական գալիս որ մշտական, հա։ Ինչքան ժամանակ է որ ստուդիան կա եւ ինչ դժվարություններ եք այս ստեղծման օրից մինչեւ հավաքագրում երեխաների, ձևավորում այս ամենը կառուցելու process-ում ինչ դժվարությունների եք հանդիպել։ Հունիսի 1-ին ենք բացվել տոներ երեխաների, այդ օրը որոշեցինք, այո, որոշեցինք տենց մի քիչ սիմվոլիկ օր ընտրենք, որ իրանց համար ենք բացում, ավելի տենց կարելի ասած։ Դժվարությունը նա է, որ մի քիչ
մայրիկներ, ծնողները այդքան չեն հասկանում իմաստը։ Իրանց թվում է, որ դա ուղակի գալիս են, պատրաստ են, բայց իմաստը շատ մեծ է, խորն է, այո, մենակ այդ չէ, որ երեխան եկավ, չգիտեմ, կտրատեց, իրար դրեց, ժարի տարեց ու գնաց տուն, այդ չի։ Երեխան տворчески իր պոտենցիալը բացվում է, ինքը ուզում է ավելի շատ ինքնուրույն լինի, իր մտածել մեր ծնողները մի քիչ վախում են ինքնուրույն բառից երեխային, կարծում են, որ կկորցնեն այդպես երեխային, բայց լրիվ հակառակն է լինում, որովհետև մենք տեսնում ենք, որ երբ որ երեխան վախում է ծնողից, ինքը ֆիկտիվ մնում է ծնողի հետ, բայց ինքը կապ չունի ծնողի հետ։ Իսկ երբ որ ծնողը թույլ է տալիս երեխային լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա եւ ճանաչում է երեխային, նաեւ երեխան է ինքն իրեն ճանաչում, իր հետ իր կապը չի կտրվում եւ դրա միջոցով երեխան ծնողի հետ ավելի կապված է լինում եւ այդտեղ պետք չի վախենալ կորցնելուց երեխային։ Մենք կորցնում ենք, երբ որ մենք իրանց ասում ենք ոչ, դու սա չես կարող, սա պետք չի, սա եւ այլն։ Այ դուք ի սկզբանե նշեցիք, որ գաղափարներում նույնիսկ ձեր ամուսինը ձեզ աջակցել է եւ այս տաղավարում երբ ես կին գործարարների հրավիրում եմ, հիմնականում այդպես է, որ այլևս չկա այն մտածելակերպը, որ կինը չի կարող կարևոր ու լուրջ գործերով զբաղվել, այդ կարծրատիպն էլ է կոտրվել։ Ձեր դեպքում ինչպես էր այդ աջակցությունը միշտ եք ստացելու այսօր էլ ու որպես կին, արդյոք բոլոր հնարավորությունները հատկապես Հայաստանում տրված են, որ դուք ստեղծագործեք ինչքան որ ցանկանում եք։ Ճիշտն ասած ամուսինս ոնց որ շատ լավն է։ Մերսի։ Շատ լավ ընկեր է։ Իրոք ինքը ինձ կյանքում չի ասել դու կին ես, պետք է սենց լինես, նենց լինես։ Մենք ոնց որ երկու մեծահասակներ իրար հետ ենք, իրար այո, ինքը այս մեր ես դաժե կարամ ասեմ իմ գործը, որովհետև ինքը ուղակի ոնց որ սպոնսոր ա եղել ու այդ կառուցել է մի քիչ դիզայնի մոմենտով ոնց լինի, ոչ մի ձևի ինքը չի խառնվում գործերի մեջ, ոչ մի ձևի չի ասում պետքա սենց անես, նենց անես, սխալ ես անում, ինքը ոնց որ ազատություն է լրիվ էդի դա իմ վրա է, հա, վստահությունը քո հանդեպ, քո մտքերի ինքը չի ուզում իմ միտքը ոնց որ ես տենում եմ, ոնց պետքա լինի, օրինակ ես ու դուն, որ մի քիչ ինքը մի կողքից շեղի, մի ուրիշ կողմ տանի կամ ոնց որ ես եմ տենում, տենց հա ուզում լինի։ Իսկ դուք ոնց եք տեսնում ապագայում ես ու դուն։ Ճիշտն ասած, ես ու դուն ահա որ մեծ պոտենցիալ ունի ու ես տենց տենում եմ մի հատ սենց ցենտր պրիտիժենիա, չգիտեմ, մարդկանց, որտեղ որ իրանք կարան գտնեն ինչ ուզում են։ Ինչ ուզում են այն բանով, որ օրինակ ես որ Էլենը որ ասեց, մենակ խոհարական դասեր չի, նաև հոգեբանություն ունենք մենք ես Աննան ինքն իրենով հոգեբան է, էլի, կոուչ եմ, հոգեբան եմ, ես կողքը տարածքը որ թույլ էր տվել, մենք բացեցինք նաև ես ու դու կոուչինգ։ Խորական ստուդիա, տարբեր միջոցառումներ, մաստեր կլասներ, ծնունդներ, այո, նկարչություն, արտ թերապիա, էտիկետի դասեր, հոգեբանական այդ ինստրումենտները բացի դրանից շատ բան կա։ Հիմքում հենց երեխայի տեսակը ձևավորելն է փոքրուց։ Այո։ Այո։ Իսկ մեծահասակները երբ գալիս են ձեր ստուդիա կրկին այդ ճանապարհով անցնելու, դժվար է իրենց գաղափարներից շեղել, եթե պատկերացումները այլ են, թե դուք ամեն դեպքում որպես հոգեբան եք նրանց հետ աշխատում։ Ճիշտն ասած, ես չեմ աշխատում մեր խոհարարը Իվանը, ինքն ա վարում մեծահասակների մաստեր կլասները, ով գալիս է մեր մոտ, իրանց մեջ չկա, իրանք գալիս են մի նորություն իմանան։
մի թազա չեն գալիս, չէ, շատ իրանց հետաքրքիր է, իրանք հաճույք են ստանում։ Ինքը ինչ գիտի, ուզում է կիսվի բոլորի հետ, ով որ գալիս է իր մոտ, ինքը 10 տարի փորձ ունի, ինքն էլ է Սանկտ Պետերբուրգից, շեֆ խոհարարն է, այո, մարտի կայֆենիայի մարտի շեֆ խոհարարն է, ու շատ հավես հետաքրքիր վարում է մաստեր կլասներ ու մեծահասակների համար շատ հետաքրքիր անցնում 2 ժամ ունենց անցնում է արագ չես պատկերացնում որ արդեն ժամ ու կես մի բան է պատրաստում հետո իրանք նստում են սեղանի շուրջ փորձում են հարցեր են տալի պատասխանում ամեն ինչը նաև քննարկվում է այո նաև իրանք դաժե ունեն հնարավորություն օրինակ հարցնեն Իվանին շեֆ խոհարարին հարցնեն ինչ իրանց տանը չի ստացվում մի բան չի ստացվում հարցնեն ինչու պատճառը որն է ինքը սաղ բացատրում է ասում է տենց էտել քննարկման արդյունքում։ Այո։ Իսկ ինչպես կարող են դիմել, եթե ցանկանում են գալ, մասնակցել դասընթացներին, դիմելու տարբերակները հստակ ինչ որ ժամանակահատվածներ կան, որ այդ հատվածում են դիմումներ ընդունվում, թե միշտ բաց եք եւ կարող են զանգել, գրանցվել։ Այո, մենք միշտ բաց ենք շաբաթական 7 օր 11-ից մինչև 9 ամեն օր ունենք մաստեր կլասներ, եթե այդ օրը չունենք ծնունդներ կամ այլ միջոցառումներ, միշտ բաց ենք։ Մենք տեղադրում ենք մեր էջում ոնց որ ասած մենյու մի շաբաթական, որտեղ որ երեխաները կամ մայրիկները, ծնողները կարող են նայել ու ընտրեն ինչ են ուզում, ինչ մաստեր կլասի են ուզում մասնակցեն, տենց գրանցվում են ու գալիս են մասնակցում են այդ բացի դասերից։ Էջը կարծեմ Instagram-ում է, չէ՞։ Այո։ Էլեն ջան, ձեր համագործակցությունից մենք սկսեցինք, ուզում եմ նաև մի քիչ զարգացնենք այս թեման, նախ պատմեք ձեր գաթաների մասին, թե ինչպես են իրենք ստեղծվել ու այս համագործակցությունը ինչպիսի օրինակ կարա դառնա, որ հետագայում Յոս ու դուի հետ նոր համագործակցություններ ծնվեն ու դուք ինչ եք ստացել այս համագործակցության շնորհիվ, նաև պետք է ասեք։ Սիրով, շնորհակալ եմ հարցի համար, բավականին խորքային պատասխան կփորձեմ տալ, որովհետև երկուսիս գաղափարի մեջ հենց այդ խորությունն են գած, ուրեմն գաթաները դե դուք գիտեք Մոնիկա ջան, կարծեմ անցած անգամ էլ որ եկել էի, հենց գաթաներից էի խոսել, այո, որպես նոր սկսնակ, այսպես բիզնեսի մեջ արդեն մտնող մարդ ասեմ, որ դե հիմնական միտքը այն է, որ գաթան իր կլոր ձևը, հա, այսպես մեր ավանդական գաթան, մի քիչ ավելի փոքր տեսք ունենա, որն ավելի հարմար կլինի ամենօրյա ուտելու համար ամեն օր եւ ուտել ամենտեղ, այսինքն ուղղակի ինչ որ դրսից սուրճ վերցնել եւ ոչ թե ուտել օրինակ կրուասան կամ ես դեմ չեմ իհարկե, հա, կամ օրինակ ամերիկյան փքաբլիթները դեմ չեմ իհարկե, բայց իսկ ինչու ոչ գաթա։ Դրա համար գաթան ունի փոքր տեսք եւ 8 տեսակի գաթաներ են տարբեր խորիզներով։ Բոլորն է խորիզով են, բոլորը գաթա են, բայց իրանք տարբեր են համերը։ Եվ իմ մեծ ցանկությունն է, որ գաթան այդ ձևով ավելի դուրս գա դրսի շուկա, հայտնի դառնա ամբողջ աշխարհով մեկ, ինչու պետք է կրուասանը լինի հայտնի գաթան ոչ, էլի նույն ամբիցիոզ հարցն է ինձ անդադ ուզում, բացարձակ։ Լավ, կրուասանը դնենք մի կողմ, բայց չեմ հասկանում ինչ որ այլ բաներ, որոնք աշխարհով մեկ հայտնի են, իսկ գաթան ոչ։ Եվ մեծ երազանքս դա է ու նաև կրթել այսպեսի sense մեծ ցանկություն ունեմ, որ աշխարհի բոլոր հայկական ընտանիքներում գոնե մեկը իմանա թխել գաթա։ Այսինքն էլի ինչ որ sense չասեմ հայրենասիրական, բայց ավելի որ ավանդույթը շարունակելու ինչ որ ձև եւ մշակույթը։ Այո, շնորհակալ եմ։ Եվ կրթում եմ, փորձում եմ կրթել, սովորեցնել ինչպես թխել դասական երևի գաթաների մեջ ամենա մինիմալ շաքարով եւ համեղ ձևի գաթան, որտեղ մենք շատ բաղադրատոմսեր ունենք գաթայի։ Եվ այստեղ մեր միտքը կպավ, որովհետեւ երկուսս ուզում ենք կրթել, ուզում ենք ինչ-որ բան տալ, սովորեցնել եւ հենց չեմ ասում մենակ հայերին,
բայց հիմքում ընկած են իհարկե մեր ժողովուրդն ընկած, մեր երեխաները, որովհետև մենք աշխարհում փոքր ենք, մեր ուրեմն քարտեզի վրա փոքր ենք, դրա համար մեզ մոտ յուրաքանչյուր ինչ որ թերություն շատ մեծ է երևում եւ փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս առավելություն դառնա, հա, այդպես։ Ու մեր համագործակցությունը կարծես թե շատ դրական, լավ է ստացվում, մենք բնավորություններով այնպես է եղել, որ եղել է, որ մենք մի քանի անգամ մենք չենք զգուշացրել, օրինակ ինչպես ենք հագնվելու կամ ինչ-որ միջոցառում է, հա, վերջերս մենք ունենք միջոցառում, չենք զգուշացրել ինչ ենք հագնելու։ Մեկ էլ գալիս ենք երկուսս նույն վերնաշապիկով, նույն գույնով, նույն գծերով։ Այսինքն էներգետիկ շատ լավ կապ է ու ես սովորել եմ վստահել իմ ինտուիցիային եւ միանգամից ասում եմ այդ քիմիան մեր մեջ միանգամից եղավ ու կարծում եմ մենք շարունակենք երկար դեռ, որտեվ մի գաղափարի համար են երկուսս ոնց որ աշխատում էլի կրթել մեր սերնդին։ Շատ լավ, հաղորդումը ավարտին է մոտենում շուտով։ Ինչ ամփոփելով էսպես զրույցի, ինչ կավելացնեք, ինչ խորհուրդ մայրիկներին, ծնողներին առհասարակ, ովքեր մտավախություններ ունեն եւ իմաստ չեն տեսնում հաճախ ձեր այս մեծ աշխատանքի մեջ, ինչ կասեք իրենց։ Ես կասեմ, որ ինչքան կարում եք, թողեք ձեր երեխաները ինքնուրույն լինեն, ինչքան կարում եք, թողեք թող իրենք ընտրեն ամեն օր ինչ հագնեն, ինչ ուտեն, մի ստիպեք, այդ դուք հիմա կարողա չտենաք այդ թերությունը, այդ արդյունքը չտենաք, բայց 10 տարի հետո, 15 տարի հետո դուք տենալու եք, թե ձեր երեխան հանգիստ կարումա ապրի, որովհետև ամենահեշտը այդ երեխա բերելն այս աշխարհ, այդ ամենահեշտն է, ամենադժվարը, որ սովորացնես երեխային, ոնց որ ծիտիկներին, որ սովորացնես թռնեն, այդ է մեր ծնողների, այո, ամենակարևոր բանն է, որ մենք երեխաներին սովորացնենք իրանց, որ իրանք ինքնուրույն թռնեն, այս աշխարհում իրանք չվախենան եւ թռնեն։ Թռնեն, այո, ապրեն այս կյանքը։ Այո։ Էլեն ջան, դուք ինչ կհավելեք։ Դե ես էլ շատ ամենակարևորը իսկապես վախն է։ Վախը չարից է, միշտ պետք է հիշել, երբ որ մարդը ունի անհանգստություն, յուրաքանչյուր ծնող, ես ինքս ծնող եմ, 2 մեծ երեխա ունեմ արդեն եւ գիտակցում եմ, որ ամեն դեպքում մեր երեխաները մեր սեփականությունը չեն։ Եվ եթե մենք հավատացյալ ազգ ենք մանավանդ, մեր հավատքը պետք է լինի դեպի Աստված, այսինքն պետք է հանգիստ ապրենք ավելի, եթե ինչ-որ վախ ենք զգում, նախ պետք է հասկանանք ինչու, որտեվ դա մեր ներքին խնդիրն է, դա երեխայի հետ կապ չունի, եւ վախը լավ բան չի, յուրաքանչյուր ասպարեզում, վախի պատճառով մենք կորցնում ենք, դրա համար ուղղակի եղեք ավելի համարձակ, ինքները խորհուրդ կտամ ամեն մարդ ինքն իրեն սկզբից ճանաչի եւ ինքը իր հետ կապը գտնի, որ կապը չկորցնի իր հարազատների հետ։ Դու էլ պետք է գնաս հոգեբանի։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հուսանք, որ հաջող կընթանա ձեր ծրագիրը եւ ավելի շատ աշակերտներ կունենաք եւ գաղափարը ավելի խոր հիմքեր կունենա։ Շատ շնորհակալ եմ քեզ Մոնիկա ջան, անչափ։ Ես էլ ձեզ մեր լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ իմ զրուցակիցներն էին Գաթաբայ Էլբեկի հիմնադիր Էլեն Էլբակյանը եւ ես ու դու ստուդիայի հիմնադիր տնօրեն Աննա Սադյանը։ Կհանդիպենք, լավ եղեք։